Կաթողիկոս ծայրահեղ աղքատություն Հայաստանում 9-րդ։ Մասիս քաղաքում բռնության դեպք է արձանագրվել ուժեղ Հայաստան դաշինքի անդամների նկատմամբ։ Հարձակման թիրախում են հայտնվել նաև կանայք, որոնք ֆիզիկական հարվածներ ու վնասվածքներ են ստացել։ Ըստ շրջանառվող լուրերի միջադեպի հիմնական մասնակիցներից մեկը Երկրապահ կամավորականների միության տեղական կառույցի ղեկավարն է։ Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական հայտարարությամբ չեն հստակեցրել կատարվածի հանգամանքներն ու շարժառիթները։ Որովհետև մարդուներ ես խփում։ Մեծ մարդիկ ամոթ է կոնել։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ եկեղեցին միշտ էլ պատրաստ է ամբողջանվեր կերպով պաշտպանել իր իրավունքները եւ թույլ չտալ որևէ կառույցի կամ իշխանության եկեղեցի ենթարկեցնել իր կամքին։ Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով եւ որևէ կերպ որևէ կառույցի եւ իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին։ Անդրադառնալով հնարավոր ձերբակալության մասին խոսակցություններին վեհապար հայրապետը հայտարարել է, որ անգամ այդ քայլը չի փոխի իրենց դիրքորոշումը։ Նա նշել է, որ ձերբակալության դեպքում պետք է ենթարկվեն գործող օրենքին, սակայն անարդարության դեմ կպայքարեն բոլոր միջոցներով։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարականը, մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը եւ որոշումը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու։ Մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր սրբազան ուխտին, հավատարիմ մեր ծառայությանը, մեր ազգին եւ հայրենիքին, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը։ Կաթողիկոսը շեշտել է, որ հայոց հայրապետին հրաժարական պարտադրելն այդքան դյուրին չէ։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները եւ վեհապարի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, անձի կամ կառույցի տնօրինմանը։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց հայրապետը խոսել է նաեւ զավակ ունենալու վերաբերյալ մեղադրանքների մասին, նշելով, որ նման հարցերը պետք է քննվեն բացառապես եկեղեցական ատյանում։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր վերադարձրել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի Հայաստանի Հանրապետության անձնագիրը։ Դատավոր Վահե Դոլմազյանն այս որոշումը կայացրել է քրեական գործով դատական նիստի հենց մեկնարկին։ Անձը հաստատող փաստաթուղթը ազգային բարերանին է հանձնվել հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին նրա մասնակցությունն ապահովելու նպատակով։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր կոնկրետ հետևանքները Հայաստանի համար։ Բնակչության համար գազի գինը կթանկանա գրեթե 4 անգամ։ Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորվելը հնարավոր կլինի միայն արտոնագրերով։ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան մոտ 4 միլիարդ դոլար, կտրուկ կնվազեն։ Կդադարեցվեն Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլի եւ հանքային ջրերի արտահանումները։ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ անձնական պարտավորություն է ստանձնել երկիրը միացնել Եվրամիությանը եւ այժմ կատարում է այն։ Ըստ նրա Փաշինյանին չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը եւ նա քաղաքացիներից թաքցնում է, թե իրականում ինչ կարժենա ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հետ, նշելով, որ այստեղ եւս Եվրամիության հետ ինտեգրվելու որոշում կայացնելիս խոսում էին զարգացման մեծ հեռանկարների մասին։ Սակայն գործնականում ուկրաինական գյուղմթերքն այդպես էլ չթողեցին եվրոպական շուկաներ։ Նրա պնդմամբ նույն ճակատագիրն է սպասվում նաև Հայաստանին։ Գործող իշխանությունը սպառել է իր վստահության պաշարը։ Երկրի առջև ծառացած համակարգային ճգնաժամը հնարավոր է հաղթարել միայն կառավարման մոդելի արմատական փոփոխությամբ։ Արաբկիրում հայտարարել է ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով հայկական պետականության ամենամեծ ձեռքբերումը անկախությունը այսօր ծառայեցվում է ոչ թե քաղաքացու բարեկեցությանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու անհաջող փորձերի համար, ինչը երիտասարդ սերնդին դատապարտում է աղքատության եւ արտագաղթի։ Եթե ուզում ենք մեր երեխաներս ամեն ինչը չտեսնեն, մենք պետք է երկրի ձևաչափը փոխենք, ժողովուրդ։ Երկրի մոդելը փոխենք։
Մեր հանրապետությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Մեր անկախությունը ամենաթանկ բաներից է, որ մենք ունենք։ Անկախությունը հնարավորություն է տալու մենք որոշենք ինչպես ենք շարժվելու։ Եթե մենակ ասֆալտ անելն է մեր հույսը, եթե մենակ այս ամեն ինչն է մեր հույսը, մենք 100 տարի հետո էլ լավ չենք ապրելու։ Մեզ պետք է նոր մոդելի պետություն, ժամանակակից, արագ, դինամիկ, որ տարածաշրջանի բոլոր երկրները վաղը մյուս օրը մեզանից օրինակ վերցնեն, որովհետև ինչպես այսօր նշել եմ, աշխարհում չկա տեղ, որտեղ դուք գտնեք աղքատ հայ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար խնդիրը ոչ թե հայ ժողովուրդն է, աղքատությունը ոչ թե հայ ժողովրդի մեջ է, այլ աղքատությունը կառավարությունում է։ Դաշինքը, որը առաջնորդում է ազգային բարերար Սամվել Կարապետյանը, հանդես է գալիս հստակ սոցիալ-տնտեսական ծրագրով, շեշտադրելով գյուղմթերքի մթերման կայանների ստեղծումն ու արդյունաբերական նոր հզորությունների գործարկումը։ Նարեկ Կարապետյանը կոչ է արել արաբկիրցիներին եւ Հայաստանի մյուս բոլոր քաղաքացիներին իրենց քվեն տալ իրական փոփոխությունների օրակարգին, որպիսի ապագա սերունդները խուսափեն վերջին տասնամյակի դժվարություններից եւ ապրեն ինքնավստահ պետությունում։ Նիկոլ Փաշինյանը Ծովագյուղում պատասխանել է ռուսական Իզվեստիա պարբերականի հարցերին։ Փաշինյանի կարծիքով հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վերաբերյալ սահմանափակումները ոչ ճիշտ քայլեր են, քանի որ ըստ նրա դրանք ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք են ձևավորում Հայաստանի քաղաքացիների շրջանում։ Ի պատասխան Հայաստանի Եվրամիության անդամակցելու հնարավոր հանրաքվեի վերաբերյալ հարցին Փաշինյանը հայտարարել է, որ նման գործընթաց հնարավոր է միայն ԵՄ-ի հետ պաշտոնական տեխնացության հարցերը հստակեցնելուց հետո։ Փաշինյանը նաև անդրադարձել է 3 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին, դա որակելով դրական ու նշել, որ իրենք քննարկել են ընթացիկ հարցեր։ Разговаривал, поблагодарил, конечно, за звонок. Ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցել եմ դրական հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկել ենք ընթացիկ հարցեր, իսկ ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովին իմ չմասնակցելը պայմանավորված է բացառապես ընտրական գործընթացներով, ինչի մասին ռուսական կողմին նախապես տեղեկացրել եմ։ Ինչ վերաբերում է գազի սակագներին, ապա $165, որը ներկայացվում է որպես գազի գին, օբյեկտիվ չէ, քանի որ Գազպրոմ Արմենիայի սահմանած գինը սպառողի համար զգալիորեն ավելի բարձր է։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերյանում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատել է գործող իշխանությունների կառավարման ոճը, որակելով այն որպես հասարակությանը պարակտող եւ անվտանգային լուրջ սպառնալիքներ ստեղծող։ Քոչարյանը շեշտել է, որ իշխանության զրոյական կետից սկսելու հայտարարությունները աղետալի հետևանքներ են ունեցել, հանգեցնելով Արցախի կորստի եւ պատերազմական պարտության։ Ըստ դաշինքի առաջնորդի, երբ ղեկավարը պետք է հաշվետու լինի ժողովրդին, այլ ոչ թե աշխատանքի արդյունքները մատուցի որպես անձնական ծառայություն։ Նա ընդգծել է, որ պետական բյուջեն հարկատուների գումարներն են եւ պաշտոնյաները պետք է ոչ թե երեսով տան իրենց կատարած աշխատանքը, այլ ծառայեն քաղաքացիների շահերին։ Եվ սրան մենք պետք է վերջ տանք, որովհետեւ պարտության խորհրդանիշը, երբ երկրի ղեկավարը երբեք այդ երկիրը անվտանգ չի կարող լինել։ Սա ուղղակի աքսիոմ է։ Եվ եթե մենք ուզում ենք անվտանգության թեման, թշնամու թեման, սահմանի թեման, դիրքերի թեման, երբ ենք դրա մասին խոսում, չենք խոսում, բայց մեր գործը անում ենք։ Եթե ուզում ենք այս թեմայից մենք ազատվենք, այդ գործը ինքը իրենով գնա, բայց մենք դրանից չխոսանք, մենք ուրիշ բաներից խոսանք, ուրեմն պետք է հունիսի 7-ին կատարել ճիշտ որոշում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությունը համարել է աղքատության ու արտագաղթի հիմնական պատճառ։ Նա շեշտել է, որ պետությունը պետք է դառնա ժողովրդի հենարանը, ճգնաժամային պայմաններում մարդկանց վարկային բեռը թեթևացնելով եւ առողջապահության ու կրթության ոլորտները անվճար դարձնելով։ Ծառուկյանը հատկապես կարևորել է արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը, նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը լուրջ հարված է հասցրել տնտեսությանը եւ հավաստիացրել է, որ ինքը ունի փորձ ու կամք այդ հարցերը կարճ ժամանակում կարգավորելու համար։ Պետությունը պետք է իր ժողովրդին ձեր մեկնի, թե ձեր չմեկնի։
Կարա ասենք թե մինչև 3 միլիոն դրամ ամեն շնչին, ասենք թե դուրնենք 650,000 ընտանիք, ունենք 2 միլիոն 450,000 վարկառու, որ մինչև 3 միլիոն դրամը պետությունը հաշվի առնելով տնտեսական ճգնաժամ համաճարակ պատերազմ ներում աշտորում ժողովրդին։ Հիմա 15 միլիարդ պարտքը, թող լինի 16 միլիարդ 100 միլիոն, բայց 2 միլիոն 200,000 մարդ, այդ ճայտից դուրս է գալի ժողովուրդ։ Ես ինչ որ ասում եմ, հնարավորության դեպքում հենց առաջին նիստում այդ հարցերը դրվելու են, կարգավերվել են, որ մարդիկ այդ ճայճի մեջից դուրս գան։ Կուսակցության նախագահը նշել է նաև, որ երկրի զարգացումը պետք է հիմնվի լայնածավալ ներդրումների և զբոսաշրջության հզորացման վրա, նպատակ ունենալով Հայաստանը դարձնել աշխարհի համար գրավիչ ու հզոր քրիստոնեական կենտրոն։ Բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցի խոսքով իրենք ընտրություններին մասնակցում են համակարգային փոփոխությունների հստակ օրակարգով։ Կարապետյանցը հայտարարել է, որ վերջին 30 տարվա քաղաքական մոդելները տապալել են երկրի զարգացումը, վնասելով անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Կարապետյանցը պնդել է, որ նոր խաղացողների եւ նոր քաղաքական մտքի մուտքը պարլամենտական համակարգ անհրաժեշտ է, քանի որ գործող հին խաղացողները միայն փոխում են իրենց դերերը, իշխանությունից ընդդիմադիր դաշտ եւ հակառակը, բովանդակային փոփոխությունների։ Որ այս խաղի կանոնները տապալել են մեր երկրի ամեն ինչը, անվտանգությունից սկսած, ինքնավարությունից վերջացրած, սուվերենիտետից վերջացրած։ Հետևաբար, եթե դու խաղի կանոնները չես կոտրում, եթե դու հնարավորություն չես տալի մարդկանց, նոր մարդկանց գալ մասնակցել ընտրություններին, դա անիմաստ է։ Հին խաղացողները հին ձևերով, հին մտածողությամբ չեն կարող փոխել այս երկիրը։ Այս երկիրը առաջընթացի կարիք ունի, փոփոխության կարիք ունի, նոր քաղաքական միտք կրող ու նոր մեթոդներով ապրող մարդկանց կարիք ունի։ Երևանի նախկին քաղաքապետ Նորուժ կուսակցության վարչապետի տեխնացու Հայկ Մարությանի կարծիքով իրենք ներկայացնում են արմատական այլընտրանք, թե գործող իշխանություններին, թե նախկին համակարգերին, հայտարարելով, որ իր թիմը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի հեղափոխության սկզբունքներին։ Մարությանը վստահեցրել է, որ իշխանափոխության դեպքում իրենց թիմը կստեղծի միջավայր, որտեղ պետական համակարգի մեջ կինտեգրվեն լավագույն մասնագետ երիտասարդները, դուրս մղելով հին կադրային քաղաքականության եւ կուսակցական հովանավորչության արատավոր մեխանիզմները։ Մենք այո, ոչ նախկին իշխանություն ենք, ոչ ներկա իշխանություն, որպես այդպիսին, եւ մեր քաղաքացիներին պետք է ալտերնատիվ տաց, որ իրենք կարողանան ընտրություն կատարել, դա մենք ենք։ Նաեւ մեր թիմը դա հեղափոխական թիմն է, որը այնուամենայնիվ մնացել է իր սկզբունքներին, այսինքն 18 թվականին ժողովուրդը ինչ էր պահանջում, պահանջում էր արդարություն, պահանջում էր հավասարություն, չէ, օրենքի առաջ, որ բոլորը հավասար լինեն կոռուպցիայի կանխարգելում եւ ընդհանրապես վերացում, այդ ամեն ինչը մենք մեզ մեջ կրում ենք նույնպես եւ ուզում ենք շարունակենք, որովհետեւ այդ պահանջը կար, բայց այդ պահանջը մնացել է օդում, չի իրականացել։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Շիրինյանի խոսքով իրենց կուսակցության առաջնահերթությունները պետականության անկախությունն ու քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված արդիական պետության կառուցումն է։ Լևոն Շիրինյանը ընդգծել է, որ իրենց 12 կետանոց ծրագիրը նպատակ ունի վերափոխել հայկական պետականությունը եւ խորհրդարանում ապահովել այնպիսի օրակարգ, որը կծառայի երկրի երկարաժամկետ զարգացմանն ու անվտանգությանը։ Մենք որոշենք ինչ ենք անելու, մենք բոլորս ցեսed միասին գիտենք իրականում ինչ ենք անելու։ Վերականգնում ենք քրիստոնյա Հայաստանը որպես պետականություն, առաջադեմ, զարգացած, արժանապատիվ եւ հպարտ իր կենսանցյալով ժողովրդի իր կենսագրությամբ եւ ապահով բարեկամների հետ, թշնամիների հետ հարաբերության մեջ։ Հանուն Հանրապետության կուսակցության վարչապետի տեխնացու Արման Բաբաջանյանը հունիսի 7-ի ընտրությունները բնորոշել է որպես ճակատագրական ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության համար, ընդգծելով հայրենիքի եւ Սփյուռքի միջև հարաբերությունների արմատական վերափոխման անհրաժեշտությունը։ Բաբաջանյանը քննադատել է տասնամյակներ շարունակ ձևավորված այն վտանգավոր մտածողությունը, թե Սփյուռքը միայն փողի աղբյուր է, եւ շեշտել է, որ Հայաստանի ուժը պայմանավորված է Սփյուռքի հետ ձևավորվելիք արդյունավետ ցանցային համագործակցությամբ։ Նրա խոսքով Հայաստանը պետք է դադարի Սփյուռքից միայն պահանջել եւ պետք է վերածվի այնպիսի վստահելի կենտրոնի, որը սփյուռքահայությանը կտա անվտանգություն, արժանապատվություն եւ ապագայի հանդեպ հավատ։ Հայաստանը պետք է Սփյուռքին ասի. դու օգնության աղբյուր չես, դու մեր ազգային կապիտալն ես, մեր համաշխարհային ցանցն ես, մեր գիտական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական
ուժն ես, բայց դրա համար Հայաստանը պետք է փոխվի։ Հայաստանը պետք է դառնա պետություն, որը ոչ միայն վերցնում է, այլև տալիս է անվտանգություն, ինքնություն, կրթություն, ներդրումային վստահություն, արդար դատական համակարգ, ուժեղ անձնագիր, մրցունակ տնտեսություն եւ արժանապատիվ պետություն։ Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից եւ խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Պեսկովը նաեւ մեղադրել է ուկրաինական կողմին Ստարոբելսկի քոլեջը միտումնավոր ոչնչացնելու համար, շեշտելով, որ այն երբեք ռազմական օբյեկտ չի եղել։ Ըստ նրա, երեխաների դեմ անմարդկային ահաբեկչություններ իրականացնելը փոխում է հակամարտության ամբողջ տրամաբանությունը։ Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ թեև կարգավորման գործընթացը այժմ դադարեցված է, դա չի նշանակում, թե ԱՄՆ-ի հետ շփումներ չկան։ Ավելի վաղ Ռուսաստանը խոշոր օդային հարձակումներ էր իրականացրել Ուկրաինայի մի շարք մեծ քաղաքների, այդ թվում Կիևի, Դնեպրի, Խարկովի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, մեքենաներ ու խաղահրապարակներ։ Տասնյակ բնակիչներ ստիպված են եղել գիշերն անցկացնել մետրոյի կայարաններում։ Մադրիդը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններին եւ դեմ է հակամարտության էսկալացիային, հայտարարել է Իսպանիայի արտգործ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Financial Times-ին տված հարցազրույցում նա շեշտել է, որ Իսպանիան չի ներգրավվի որևէ գործողության մեջ, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը, նշելով, որ այս ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Ալբարեսի խոսքով ժամանակակից աշխարհակարգը կանգնած է միջազգային իրավունքի եւ ջունգլիների օրենքի միջև ընտրության առաջ։ Իսպանիան նախկինում եւս բազմիցս քննադատել է ռազմական արշավը։ Մարտին երկիրը հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել։ Եթե Հեզբոլան չդադարեցնի հարձակումները Իսրայելի վրա, կհարվածեն Բեյրութում ահաբեկչական թիրախների։ Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում ըստ պլանի, ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ շատ լավ զրույց է ունեցել Հեզբոլայի առաջնորդի հետ, բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, եւ որ կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։ Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը եւս հայտնել է, որ Հեզբոլան ընդունել է ԱՄՆ առաջարկը հարձակումների փոխադարձ դադարեցման վերաբերյալ։ Դեսպանատան փոխանցմամբ տեղեկությունը հաստատվել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։ Մինչ այդ Լիբանանում հրադադարի խախտման պատճառով իրանական բանակցային խումբը հայտարարել էր, որ դադարեցնում է բանակցություններն ու միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը։ ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են փոխընդբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել եւս մի քանի կետ։ Թրամփի հայտարարության ֆոնին Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Ալի Աբդոլլահին հայտարարել է, թե Բենյամին Նեթանյահուն սպառնացել է ռմբակոծել Բեյրութն ու Դահիան, բնակիչներին կոչ անելով տարհանվել։ Հաշվի առնելով հրադադարի բազմակի խախտումները, եթե այդ սպառնալիքն իրականացվի, մենք հյուսիսային շրջանների եւ օկուպացված տարածքներում գտնվող ռազմական բնակավայրերի բնակիչներին կոչ ենք անում լքել այդ տարածքները, եթե չեն ցանկանում վնաս կրել։